Պաշտոնական աթոռը ծառայել է որպես բիզնես հարթակ։ Պաշտոնական դիրքի չարաշահում, ձևական աճուրդներ և փողերի լվացում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի տարիներ շարունակ իրականացված ապօրինությունների նախաքննությունը։ 2004-ից 2017 թվականներին համայնքը ղեկավարած անձը իր պաշտոնը վերածել էր անձնական հարստացման գործիքի, կազմակերպելով համայնքային հողամասերի ապօրինի աճուրդ վաճառքներ։ Օրինականության պատրանք ստեղծելու համար աճուրդներին մասնակցում էին սեփական ազգականները, իսկ հաղթողը գյուղատնտեսական նշանակության շուրջ 0.8 հեկտար հողամաս էր ձեռք բերում ընդամենը 19.353 դրամով։ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպված հերթական ձևական աճուրդը նպատակ ուներ մեկ հողամասը հետագայում բազմակի թանկ գնով օտարել բարեգործական կազմակերպությանը, ապահովելով ապօրինի եկամուտ։ Օրինականության դիմակը ծանոթ ձեռքերով կանխամտածված և հաշվարկված։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-ից 2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահելով պաշտոնեական դիրքը կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկը աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերության նոտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդ վաճառք։ Մասնավորապես հողամասերի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու նպատակով Չիվա բնակավայրի ղեկավարը որպես աճուրդի մասնակից ձևակերպել է իր երկու ազգականներին, որոնցից մեկը հաղթող է ճանաչվել և ընդհանուր շուրջ 0.8 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը գնել 19.353 դրամով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի նախկին ղեկավարը, ով պաշտոնավարել է 2004-ից 2017 թվականների ընթացքում, իր պաշտոնավարման ընթացքում կատարել է մի շարք հանցանքներ, մասնավորապես իր պաշտոնական դիրքն է չարաշահել, որի արդյունքում էական վնաս է հասցվել ինչպես պետության, համայնքի օրինական շահերին, այնպես հասարակության օրինական շահերին և իրավունքներին, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում նաև կատարել է խմբի կազմում իր պաշտոնական դիրքն օգտագործելով փողերի լվացում, որը դրսևորվել է հետևյալում։ Մասնավորապես 2013-14 թվականների ընթացքում ATP բարեգործական հիմնադրամը, որը ցանկացել է նշված տարածքում Չիվա բնակավայրի տարածքում հողամասեր գնել և գնված հողամասերի վրա այգիներ հիմնադրել, այդ հարցով դիմել է համայնքի ղեկավարին և նրանից օգնություն է խնդրել այդ հարցում, որպեսզի վերջինս որոշ դեպքերում միջնորդ հանդիսանա այն հողամասերի մասով, որոնք պատկանել են ֆիզիկական անձանց քաղաքացիներին, դրանց գնման գործընթացում։ Քաջատեղյակ լինելով նման ցանկության մասին, համայնքի ղեկավարի մոտ նախնական դիտավորություն է առաջանում համայնքապատկան հողամասը բավականաչափ մեծ գնով օտարելու մասին նշված ընկերությանը և որպեսզի կարողանա իր դիտավորությունը ի կատարածել, համայնքի ղեկավարը 2015 թվականի դեկտեմբերի 12-ին կազմակերպել է ձևական աճուրդ վաճառք համայնքապատկան հողամասերի, որին որպես մասնակից ներգրավել է իրեն բարեկամ հորեղբոր որդուն, նախապես նրան խնդրելով հանդես գալ որպես աճուրդի մասնակից և հետագայում նաև աճուրդին հաղթող։ Հողամասերի ձևական աճուրդ վաճառքը կայացած համարվի, համայնքի ղեկավարը որպես երկրորդ մասնակից արձանագրում է հենց տվյալ աճուրդը արձանագրող անձին, ով հանդիսանում է իրեն բարեկամ հորեղբոր դուստրը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ով իհարկե համայնքի ղեկավարի հորդորը և խնդրանքը կատարում է և գրանցվում է որպես երկրորդ մասնակից։ Իհարկե, երկրորդ մասնակցի կողմից որևէ աճուրդային քայլեր տեղի չեն ունենում հողամասը գնելու համար։ Նշված օրը մեկ լոտով աճուրդի են դրվում համայնքապատկան թվով երկու հողամասեր, ընդհանուր մոտ 0.8 հեկտար մակերեսով և մեկ լոտով դրանք վաճառվում են ընդհանուր 19.353 դրամ գումարով հենց համայնքի ղեկավարի հորեղբոր որդուն, ով նախապես նրա խնդրանքով համաձայնել էր մասնակցել և հաղթող ճանաչվել նշված աճուրդին։
Այդ կերպ երկու հողամասեր միասին այդ գնով օտարվում են հենց վերջինիս եւ դրա արդյունքում էական վնաս է հասնում ինչպես համայնքին, այնպես էլ հասարակության իրավունքներին եւ օրինական շահերին։ Այնուհետև վերնշված պաշտոնատար անձը աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա նրան օտարված երկու հողամասերից մեկը 4 միլիոն 595 հազար դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը, որից հետո նշված անձինք ձեռք են բերել հողամասերի օտարման արդյունքում ստացված գումարը տնօրինելու եւ օգտագործելու հնարավորություն, այդ կերպ օրինականացնելով հանցագործության արդյունքում ստացված եկամուտը։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը եւ դրա ձեռքբերման ոչ օրինական ճանապարհը թաքցնելու եւ խեղաթյուրելու արդյունքում համայնքի ղեկավարը ցանկանում է նշված հողամասը իր նախնական դիտավորության համաձայն արդեն օտարել նշված բարեգործական հիմնադրամին եւ քանի որ արդեն իսկ նշված հողամասերի սեփականատերը հանդիսանում էր նրա բարեկամը, ով ապօրինի եւ ձևական աճուրդ վաճառքի արդյունքում ձեռք էր բերել նշված հողամասերը 1 լոտով ընդհանուր մոտ 19000 դրամ գումարով, նշված հողամասերից միայն մեկը վաճառվում է 4 միլիոն 500 հազար դրամ գումարով նշված ընկերությանը եւ որպես լիազորված անձ հենց հանդես է գալիս համայնքի ղեկավարը։ Նշված գումարը անկանխիկ եղանակով ընկերության կողմից գնման արդյունքում փոխանցվում է հողամասի սեփականատիրոջը, սակայն փոխանցվելուց հետո, նրա կողմից կանխիկացվելուց հետո դա այն փոխանցվում է արդեն համայնքի ղեկավարին անկանխիկ եղանակով։ Չիվա բնակավայրի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել։ Աճուրդ վաճառքից հետո հողամասի օտարումը նշված բարեգործական ընկերությանը ընդամենը 12 օր անց է տեղի ունենում 2015 թվականի դեկտեմբերի 24-ին եւ նշված օրը կնքվում է առվաճառքի պայմանագիր հողի սեփականատիրոջ եւ բարեգործական հիմնադրամի միջեւ։ Նախաքննության ընթացքում նշված անձանց մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի եւ 190-րդ հոդվածի հատկանիշներով պաշտոնական լիազորությունը չարաշահելու, բարեկամի կողմից, գնորդի կողմից դրան օժանդակելու, ինչպես նաեւ խմբի կազմում փողերի լվացում կատարելու, իսկ համայնքի ղեկավարի մասով նաեւ պաշտոնական լիազորություններն օգտագործելով նախատեսված հանցանքների կատարման համար։ Առաջադրված մեղադրանքում մեղադրյալները իրենց մեղավոր են ճանաչում, ընդունում են մեղադրանքը եւ ըստ էության տալիս են ցուցմունքներ եւ ընդունում են նաեւ իրենց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ դրույթների նորմով նախատեսված վաղամության ժամկետներ կիրառելուն, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ դրան օժանդակելու հանցակազմերի դեպքում եւ վարորդն իրականացնող մարմնի կողմից համապատասխան միջնորդություններ ներկայացվում են հսկող դատախազին, հսկող դատախազի կողմից դրանք հաստատվում են եւ համապատասխան որոշումները կայացվում են։ Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաեւ վերնշված պաշտոնյայի ու այլ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ դրան օժանդակելու դեպքեր։ Նրանց վերաբերյալ կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։ Մասնավորապես բոլոր հանցանքները վերաբերել են պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, որոնք դրսևորվել են համայնքապատկան հողամասերի ապօրինի աճուրդ վաճառքներ իրականացնելով, իսկ աճուրդների ձևականության եւ ապօրինությունը դրսևորվել է հիմնականում հետեւյալում, որ աճուրդ վաճառքներին մասնակցել են մեկը իր հարազատ եղբայրը, որը Հայաստանի Հանրապետության հրապարակային սակարկությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով խախտում է։ Տվյալ դեպքում համայնքի ղեկավարը հանդիսացել է եւ աճուրդի կազմակերպիչ եւ աճուրդաբար, իսկ նշված օրենքի նշված հոդվածի կարգավորումների համաձայն աճուրդավարի մերձավոր ազգականները, այդ թվում քույրը, եղբայրը, ծնողները, ամուսինը տատապապը չեն կարող մասնակցել նշված աճուրդին եւ նշված օրենքի խախտման արդյունքում համայնքապատկան հողամասերը կրկին ապօրինի օտարվել են վերջինիս հարազատ եղբորը։ Նաեւ մի շարք դրվագներում հողամասերից մեկը հենց իրեն է օտարվել մի դրվագով էլ,
Տվյալ դեպքում որպես աճուրդի կազմակերպիչ եւ աճուրդավար հանդես է եկել ազգական հորեղբոր դուստրը, ով հանդիսանում էր համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, սակայն օրենքի դրույթով վերջինս իրավասու չէր կազմակերպելու հողամասերի աջուրվաճառք եւ դրանք վարել, դրա վերաբերյալ նաեւ համապատասխան հրաման կամ այլ նորմատիվ իրավական ակտ չի եղել, որով վերջինս լիազորված լինի նման գործունեություն իրականացնելու եւ նշված հողամասի ձևական աջուրվաճառքի արդյունքում տվյալ հողամասը օտարվել է համայնքի ղեկավարին, հետագամ նրա կողմից օտարվել 3-րդ անձին։ Նախաքննության ընթացքում նաև մի շարք անձանց նկատմամբ վարորդների կանցնող մարմնի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, այսինքն տվյալ անձինք նախաքննության ընթացքում վարորդների կանցնող մարմնի մոտ ընդունել են այդ հանգամանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ նորմի ուժով պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու ուժով իրենց նկատմամբ հանրային քրեական հետապնդում չիրականացվի։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։